Շնորհակալություն, հարգելի Տիկին փոխոսնակ, հարգելի խորհրդարան, սիրելի հայրենակիցներ, ազգային ժողովի գարնանային նստաշրջանը մտավ իր իրավունքների մեջ եւ նկատի ունենալով, որ 2016-ը նախորդելու է ընտրական 2017 թվականին, բնականաբար այս դահլիճում զգացմունքային եւ ամբողջահաճո եւ ականջահաճո հայտարարությունների պակաս չի զգացվի։ Սա բնական է, քանի որ դա քաղաքական կյանքի անբաժանելի մասն է։ Այնուամենայնիվ պետք է նշեմ, որ իշխանությունը դեմս հանրապետականի չի կարող իրեն թույլ տալ նման շռայլություն։ Մենք պետք է նախ եւ առաջ գործենք, ժողովրդի մատից փուշ անենք եւ դիմակայենք բազում ներքին եւ արտաքին մարտահրավերների։ Սահմանադրական բարեփոխումներից հետո մենք ապրում ենք այլևս նոր իրողության պայմաններում եւ պետք է արվեն քայլեր, որոնք կբխեն հենց այդ բարեփոխումներից։ Եվ պետք է նշեմ, որ նախ եւ առաջ պետք է ընդունվի նոր ընտրական օրենսգիրք։ Հանրապետականը վճռական է ել ավելի թափանցիկ ու ժողովրդավարական դարձնել ընտրական ոչ գործընթացը, գրեթե զրոյի հարցնելով շեղումների եւ կրկնակվյարկության գործնական հավանականությունը եւ կոչ անում բոլոր կառուցողական ուժերին ակտիվ մասնակցել այդ հարցի քննարկմանը։ Նման բարեփոխված ընտրական օրենսգրքի պայմաններում մենք հնարավորություն կունենանք ել ավելի զարգացնել ժողովրդավարական արժեքները մեր երկրում։ Հարգելի խորհրդարան, արտաքին քաղաքական ոլորտում պետք է նշեմ, որ մենք ունենք նոր անելիքներ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդը նշեց, որ պետք է օրակարգ մտնի հայոց ցեղասպանության ժողովրդականությունը քրեականացնելու նախագիծը։ Սա խոսում է այն կարևորագույն փաստի մասին, որ ոչ թե շարունակվելու է ժողովրդականության դեմ պայքարը, այլ այն թևակողում է նոր փուլ։ Երկրորդը, Ստրասբուրգում ադրբեջանական ֆիասկոն ցույց տվեց մի կարևորագույն քայլ, որ Ադրբեջանը այլևս գտնվում է փակուղում եւ Ադրբեջանի նախագահ Ալիևը այլևս իրականացնում է քաղաքականություն, որը չի բխում նույնիսկ իր պետության շահերից։ Նա գնաց շատ հեռուն եւ Միսկի խմբի համանախագահներին մեղադրեց իսլամաֆոբիայի մեջ։ Կարծում եմ, Ղարաբաղյան հիմնահարցին կերոնական երանգ տալը անթույլատրելի եւ դատապարտելի է։ Եվ նախ եւ առաջ նման կրոնական երանգ հաղորդողներին պետք է միջազգային հանրությունը, թե մահմեդական հանրությունը, թե քրիստոնեական հանրությունը, թե տարբեր կոնֆեսիոնալ եւ միջազգային կառույցներ խիստ գնահատական հնչեցնեն, որովհետեւ այս փուլում եւ առհավետ միշտ չի կարելի, որպեսի որևէ մեկը նոր կրոնական բախումներ հրահարի բոլոր տարածաշրջաններում, այդ թվում նաև մեր մոտ։ Եվ եզրափակելով խոսքս ուզում եմ նշել, որ նման ադրբեջանական ավանտյուրան չունի ապագա, որքան ապագա չունի թուրքական ժողովրդականությունը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, մեր աշխատանքը ավարտված է, տեսություն մինչև վաղը։